Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, միայն դրանից հետո ես պաշտոնապես շրջանառել եմ նախագիծը եւ լայնորեն քննարկվել է այն, ինչպես հանրությանների կայացուցիչների միջև մենք իդեպ նաեւ կազմակերպել ենք եւ իդեպ նաեւ մենք կազմակերպել ենք հարցում իմ խնդրանքով վարչապետը հանձնարարական է տվել եւ կառավարության վարչապետի աշխատակազմը հարցում է պատվիրել թե մեր քաղաքացիների ինչ կարծիք ունեն նախագծի վերաբերյալ եւ հարցումների արդյունքում բազմիցս հայտնել է հարցումների տեսքով նաեւ դրական այդ հարցումները առկա են, որը մենք պատվիրել ենք եւ հանրությունը տվել է կողմի նախագծին եւ միայն հանրության կողմ դիրքորոշում ունենալուց հետո ես նախագիծը շրջանառել եմ։ Նաեւ կարող եք տեսնել Ես ցանկանում եմ ներկայացնել կառավարության տեսակետը վարչապետի ստորագրությամբ առկա է կառավարության կայքում կարող եք ծանոթանալ։ Փոխնախարարը ինչու չգիտեր, թե մոտավորապես քանի հոգու վրա կարող է տարածվել ձեր առաջարկած օրինագիծը, տարեկան 5 հոգի է, 8 հոգի է, 20 հոգի է, այսինքն նա նույնիսկ չէր հասկանում, թե այդ խվոտավորումը ինչ կարգով պետք է անի, այսինքն այս բացերը ինչպես են լինում, ինչպես են շփվել։ Տեսեք, նախագիծը շատ ընդգրկուն է եւ իր առջեւ մեծ նպատակ է դրել, որ պետք է հասնի դրան։ Նպատակը հետեւյալն է, մենք պետք է ունենանք պլյուս 10% զորակոչ, քան ունենք մինչև օրենքի նախագծի շրջանառվել է, ինչը մասամբ արդեն իրականացվել է, մենք ունենք 3-4% մոտ ավել զորակոչ, որովհետև արդեն իսկ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում են, եւ եւս ավել զորակոչ կունենանք մենք երբ օրենքի կմտնի ուժի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ մեր բանակը դառնա ավելի հզոր, մեր քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչ խնդիրներով գտնվում են արտերկրում, ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այդ օրենսդրական նախաձեռնությամբ, մեկը ունի որդի, մեկը ունի ծնող իր խնամքի տակ, մեկը ամուսնացած է, նրանք չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով, խնդրում են, որպեսզի իրենց տրվի հնարավորություն, իրենք կան մասնակցեն երկրի պաշտպանությանը, զորագրվեն, այո, կան ծառայեն 1-ից 4 ամիս ժամկետով, դրանից հետո մտնեն պայեստազոր, վճարեն մեծ գումար, որով մենք իրենց բացենք, ոչ միայն կլրացնենք, այլ 2 անգամ ավելի զինծառայողներ կներգրավենք, միևնույն ժամանակ իրենք չեն կտրվի իրենց մայր հողից, իրենց հանրապետությունից եւ կկարողանան անարգել։ Մեկ ամիս ծառայած անձը, հա, ինչ եթե Աստված մի արածը անվտանգային Աստված մի արածը, եթե անվտանգային խնդիր լինի, մենք այս դեպքում կունենանք ավելի 10%-ով ավելի շատ զինծառայողներ եւ 10%-ով ավել պայեստազորայիններ, ինչը թույլ կտա մեր խնդիրը ավելի հեշտ լուծելու, որը մենք ունենք։ Օրենքից պետք է օգտվի իմ պատկերացմամբ առնվազն 1000 քաղաքացի, որպեսզի մենք տարեկան ունենանք պլյուս 10% զորակոչ, առնվազն 1000 քաղաքացի։